Հույզեր, ապրումներ, սպասումներ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմին հերթական արտավազդ մրցանակաբաշխությունն է։ Քանի դեռ չեն հնչել մրցանակակիրների անունները, շնորհավորանք ստանում է Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։ Happy birthday, Պարոն Դադասյան։ Հանդիսավոր արարողության սկզբում ներկաներին թատրոնին օրվա առիթով էկրանից շնորհավորում է աշխարհահռչակ դերասան Ուիլյամ Դեֆոն։ Որպես դերասան և թատերական գործիչ, ես շարունակում եմ հավատալ թատրոնի ուժին աշխարհում։ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը բեմ է բարձրանում հատուկ մրցանակներ հանձնելու ու հիշեցնելու մրցանակաբաշխության պատմությունը, ընդգծում է կայացել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իսկ մրցանակաբաշխությունն այս տարի հոբելյանական էր, այն նվիրված էր մեծանուն դերասանուհի Մետաքսիա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։ Դերասանուհու ավագ որդին Ռուբեն Արզումանյանը բեմ բարձրացավ հատուկ արտավազդը հանձնելու համար, բայց պարզվեց ծրարը չկար։ Լավ ծրարները։ Ու քանի դեռ փնտրում էին խորհրդավոր ծրարը, Արզումանյանը պատմեց իր և Վահրամ Փափազյանի հանդիպման մասին։ Մեջքով ինձ թիկունած հեռախոսով ինչ-որ մարդ է խոսում։ Խոսեց վերջացավ, հանդար բարձրացավ, կանգնեց Ռոզան ասեց, սա է Մետաքսիայի մանչը, և ես սարսափած տեսա մի սև, բոլոր, ահռելի, մեծ աչքերով, ու դուք պատկերացեք իմ վիճակը, երեխա, որը չի իմացել երբեք, որ նեգր գոյություն է, սև պատմություն, տեսել եմ միշտ սպիտակամորթերին, ես սիրելի մտա այդ հասկատողի մեջքի մեջ։ Հատուկ մրցանակը բաժին հասավ դերասանուհի Տաթևիկ Մելքոնյանին։ Թատերարվեստին ամբասիր ծառայելու համար հատուկ մրցանակների արժանացան Հայաստանի վաստակավոր արտիստներ Գրետա Մեժրումյանն ու Դավիթ Հակոբյանը։ Քանի աշխարհում կա մարդ արարածը, թատրոնը հավերժ լինի։ Միայն այն դեպքում կփակվի թատրոնի վարագույրը, երբ այս հողագնդից կվերջանա կամ հետանա ամենավերջին մարդը։ Միկրոֆոնների հարցում երբեք բախս չի բեր։ Բայց այնպես չի որ։ Ես 5 կիլո եմ ծնվել։ 51 սանտիմետր հասակով։ Սավակ այդքան էլ մնացել եմ։ Ես Հակոբ սկզբում եմ վտանգավոր հայտարարություն ասել։ Ես մրցանակը ծրարով չէ։ Շատ կուզեի ծրարով։ Բայց ինչպես ասում է Սրբազանը, ինչպես ասում են Շամշադինում, it's Armenia։ Ուրախ եմ մրցանակի համար, ինչու չէ։ Շատ հաճելի է, նաև տխուր եմ, որովհետև այդ բարի մեջ մի քիչ վտանգավոր բան կա էլի, ու սովորաբար այդ նույն Արմենիայում այդ մրցանակը տալիս էին, որ արդեն մոտենում է հեռանալու։ Թատերական բնագավառում հայրենասիրությամբ աչքի ընկնելու համար 3 հատուկ արտավազդ էր սահմանվել։ Առաջինը շնորհվեց ֆրանսիահայ բեմադրիչ Սիմոն Աբգարյանին, երկրորդ հատուկ մրցանակ ամերիկահայ դերասանուհի Նորա Արմանիին։ Իսկապես շատ շնորհակալ եմ եւ զգացված եւ պատվված մանավանդ, որովհետեւ սպյուրքը պատվում եք եւ սպյուրքը այստեղ նաեւ պատվեցան Արցախի դերասանները։ Այս բոլորը շատ կարևոր։ Հատուկ մրցանակի արժանացավ նաև դիալոգ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերաբացմանը նպաստելու համար։ Իսկ ինչու ենք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի կողքին, որովհետև այսօր այդ թատրոնը փարոս է, այդ թատրոնը հենարան է, այդ թատրոնը վստահության եւ արժանապատվության մի առանցք է Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար։
Երեկոյի ամենաինտրիգային մրցանակները թերևս տարվա լավագույն դերասան եւ դերասանուհի անվանակարգերն էին ու տարվա լավագույն ներկայացումը։ Լավագույն դերասանուհու տիտղոսին արժանացավ Տաթև Հովակիմյանը։ Ինձ համար շատ կարևոր են, որովհետեւ հավելյալ կարող է շնորհակալ լինել բոլոր այն մարդկանց, ում շատ սիրում ես։ Լավագույն դերասան անվանակարգում արտավազդը բաժին հասավ համազգային թատրոնի դերասան Նարեկ Բաղդասարյանին։ Ինքս լիովին համոզված եմ դրանում ու հավատում եմ դրան, որ համազգային թատրոնը աշխարհի լավագույն թատրոնն է։ Ու այնտեղ աշխատում են իսկապես մարդիկ, ովքեր ինքնամոռաց են նվիրված այդ գործին ու սիրում են իրենց գործը մինչև վերջ։ Մրցանակաբաշխության ժյուրին հատուկ մրցանակներ էր սահմանել նաև մարզերի թատրոններում ներկայացումներ բեմադրած ռեժիսորներին։ Եվ ես ուզում եմ մեծ սիրով հնչեցնել այդ անունը այն բեմադրիչի, ով որ դա կարողացավ անել, Դավիթ Հարությունյան, Վանաձորի թատրոնում Չարենց և Գորիսի թատրոնում Աբուլ Ալամահարի։ Աբելյանցիներին եմ շնորհավորում, շնորհակալություն ձեզ։ Ուզում եմ ամենաբարին ու ամենալուսավորը մաղթել մեր Սյունիքից, Սյունիքը պիտի ապրի, պիտի արարի, պետք է ամրանա, պետք է ունենա լավ թատրոններ, ավելի լավ լինի, որպեսզի շարունակաբար ներկայանայի հրաշալի ստեղծագործությունները, մենք պետք է օգնենք, մենք պետք է անընդհատ կանգնած լինենք մեր մարզերի մեջքին, եւ սա պետք է լինեն բարեր չլինեն, սա պետք է գործով ապացուցվի եւ արվի։ Լավագույն ներկայացումը Յաման էր, բեմադրիչը Գոր Մարգարյանը։ Նա երեկոյի ընթացքում մի քանի անգամ բեմ բարձրացավ ու մի քանի անվանակարգում մրցանակ ստացավ։ Նշենք, որ երեկոյի ընթացքում բեմ բարձրացածների մեծ մասը ավանդույթը չխախտելով շնորհավորում էին Ժիրայր Դադասյանի ծննդյան օրը։ Դադասյան ծնունդը շնորհավորում։ Մրցանակները գտան իրենց տերերին, բայց ինտրիգներն այդքանով չավարտվեցին։ Պարզվեց տարվա լավագույն պիես անվանակարգը հանվել էր մրցույթային ցանկից։ Այդ անվանակարգում առաջադրվածներն այս մասին իմացան մրցանակաբաշխությունից հետո միայն։ Սա անհարգալից վերաբերմունք է նախ մարդու հանդեպ, չէ որ հենց ժյուրին էր ընտրել 4 առաջադրվածներին, հրավիրել, նստեցնել դահլիճում, սպասեցնել ու անգամ հարկ չհամարել տեղեկացնել։ Իրավունք չունեք, սոցցանցում այսպիսի գրառում կատարեց դրամատուրգ Նարեկ Մանուչարյանը։ Իսկ Հրազդանի դրամատիկական թատրոնն էլ հայտարարել էր չի մասնակցելու արտավազդ մրցանակաբաշխությանը։ Ըստ թատրոնի տնօրինության, իրենց ներկայացման ժամանակ ժյուրիի անդամներից երկուսը անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել։ Արմինե Գևորգյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։